Բարլույս հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, նորից ես եմ ձեր հետ։ Այսօր չորեքշաբթի ամսի 7-ն է։ Չգիտեմ ինչի, ես հույս ունեմ, որ այսօր պետքա գործ լինի։ Այսօր առաջ օրն է, որ դպրոցները սկսվում են, նախ այդ ասեմ, երկրորդն էլ չգիտեմ, այսօր մի տեսակ չնայած դեռ բան չկա, ժամը 8:30 է, բայց հույս ունեմ, որ այսօր մի բան կլինի։ Երեք չգիտեմ, եթե տեղեկ կան ամսի 6-ին Սուրբ Ծննդյան օրը, եթե մարդիկ կան, որ աշխատել են առավոտյան ցերեկը, խնդրած կլինեմ ինձ ասեն, ես իմանամ ընդհանուր այդ վիճակը եղել, թե մենակ իմ մոտ է ինչ-որ խնդիր, որովհետև ես առավոտվանից իմ մոտ միացրած է եղել, ես ամբողջ քաղաքը տակնու վրա եմ արել, մինչև առավոտ 8:30-ից ենթադրենք մինչև ցերեկվա ժամը 3:30-4-ը ու ոչինչ ինձ չի տվել, մի հատ ձևի համար պատվեր չեմ ստացել, նենց որ խնդրած կլինեմ ինձ գրեք, ես էլ իմանամ, կարող է իմ մոտից է խնդիրը, որտեվ արդեն չգիտեմ ինչ մտածեմ, չի կարա տենց լինի, որ ամբողջ քաղաքը պտտվեց ու մի հատ ձևի համար թեկուզ $12 պատվեր մի հատ չտա, բայց էդ էր, երեկվա վիճակը էդ էր, հիմա այսօր հույս ունեմ, որ այսօր պիտի գործ լինի, չգիտեմ ինչի հետ հույս ունեմ, բայց ունեմ, երևի դե կապված է նրա հետ, որ դպրոցները այսօր սկսում են, հենց որ սկզբի համար շնորհակալ եմ բոլորից հետ, որ ալիքի հետ եք, շնորհակալ եմ նոր գրանցված մեր ընկերներին, ովքեր գրանցվել են իմ ալիքին, շնորհակալ եմ ձեր լայքերի, կոմենտների համար, մեծ օգնություն այն, շատ շնորհակալ եմ ձեզ դրա համար, դե բոլոր մեր մյուս են հայրենակիցներին, ովքեր այս պահին դիտում են իմ վիդեոն ու դեռ գրանցված չեն ալիքին, եթե հավանում եք իմ վիդեոները, ես իհարկե խնդրած կլինեմ, գրանցվեք ալիքին, լայքերը դրեք ձեր, գրեք կոմենտներ, որպեսզի դա ինձ օգնի ավելի տարածել վիդեոն ու ես ավելի շատ ժամանակ կարողանամ տրամադրել այս ամեն ինչին։ Հենց որ գնանք այսօր տեսնենք մեզ ինչ է սպասվում։ Երեք մեր ալիքի լավ ընկերներից Կարենի հետ էինք հեռախոսով շփվում, շատ լավ տղա է, միջալյուց ողջույններս Կարեն ջան, ուրեմն խոսում ենք ինչի մասին, խոսում ենք այս աշխատանքի մասին, Կարենը ասում էր, որ ինչ-որ նոր աշխատանքի թեմա կա, կարող է աշխատանքը փոխի, մտածում է արժի փոխել, ու սենց բաներ, ժողովուրդ ես անկեղծ եմ ասում, սա դե զուտ իմ կարծիքն է, պարզ է, չգիտեմ, թող ես սխալվեմ, բայց ես ոնց եմ տեսնում այս ամեն ինչի ապագան, ես ուղղակի չեմ տեսնում, ես իմ կարծիքով սա վերջացավ այս գործը, այս Uber, Lyft և այլն, այս ամեն ինչը հասավ իրա վերջին, սրանից լավ չեմ կարծում, որ լինելու է, չգիտեմ ինչ կլինի, ինչ կփոխվի, կարող է Աստված տա, որտև տեղեր կան, դե գիտեն, հիմա իմս մի մեքենա է, էլի խնդիր է, հիմա ես պատկերացնում եմ բոլոր մյուս են տեղեքի վիճակով 3 ու ավել մեքենաներ ունեն, որտև մեծ խնդիր է այդ մարդիկ այդքան փող են ծախսել, գործի մեջ են դրել այդքան փող ու այսօրվա դրությամբ սենց վիճակ է, բայց ես ազուտ իմ կարծիքն է ու իմ խորհուրդը, տղեկ ջան, չգիտեմ, նայեք, գտեք ձեզ հարմար աշխատանք, ուրիշ աշխատանք, փոխեք այս աշխատանքը, քանի դեռ հիմա դեռ մի քիչ սենց ժամանակ կա, մի քիչ են, որ վերջի շունչն է փչում այս գործը, այդ ընթացքում աշխատեք, ձեզ ուրիշ աշխատանք գտեք, հիմա ես էլ այդ պահով հետաքրքրվում եմ, նայում եմ, տեսնեմ ինչ կարամ ուրիշ անեմ, ինչով կարամ ուրիշ զբաղվեմ, որտև սրանից ընդամենը մի քանի ամիս առաջ ես մտածում էի, որ կարելի է մեքենա գնել, մի հատ, երկու հատ եւ այլն, բայց
մեքենա գնելու մասին ընդհանրապես խոսակցություն էլ չկա, չեմ էլ նույնիսկ մտածում այդ մասին, հենց որ խորհուրդս ընկերական զուտ տղեկ ջան, եթե մտածում եք նոր մեքենա առնեք, նույնիսկ եթե միտք չունեք գործը փոխելու, բայց մտածում եք նոր մեքենա առնեք, իմ ընկերական խորհուրդը ձեզ մի քիչ սպասեք, մի շտապեք, որտեվ վերջի հաշվով տուժածը դուք եք լինելու վերջում, որովհետև դրանից շահում են դիլերները, մեքենա արտադրող ընկերությունները, բոլորը, Uber-ը, SN, մի խոսքով, բոլորը ձեզնից այդ գումարները քամում են, իսկ դուք վերջում պետք է տանջվեք այդ մեքենան փակեք, այն էլ նոր մեքենա, դա ես օգտագործածը ինչ որ միտեղ այնց շատ հարմար գնով, որ ուրիշ տարբերակ չկա, այնց զուտ որոշել եք, որ այս գործը պետք է անեք, used մեքենա օգտագործած մի քանի տարվա, մի տարվա, երկու տարվա մեքենա հարմար գնով լինի, ինչ որտեղ դա կարող է հասկանամ կամ ընդունեմ, բայց ես իրոք չեմ հասկանում հիմա այդ պահը, ոնց կարելի է գնալ այս պահին լրիվ նոր մեքենա դիլերից գնել, դե նոր մեքենաներն էլ պարզ է, ահագին ավել է գինը, իր օրիգինալ գնի վրա ահագին փող է ավելացած, որը որ դուք դիլերից հանեցիք, այդ փողը կորում է, վերջ, չկա այդ փողը, այս իմ մեքենայի օրինակով ասեմ, վերջն արժեքը, որ out the door price, ոնց որ ասում են անգլերեն, ոնց որ վերջնական գինը, որ ես մեքենան վերցրել եմ, իմ վրա 100 ու մի քանի հազար սենց գինա նստել, մեքենայի օրիգինալ, ուրեմն, մի խոսքով 10,000 ավելացել է մեքենայի օրիգինալ գնի վրա։ Ու ընդամենը դրանից երևի 6 ամիս հետո, խնդրեմ, ինձ ինչ-որ չենք ուզում, մի խոսքով, ընդամենը երևի 6 ամիս էր անցել, հիշում եմ ընկերոջս այդ Միքոյի հետ ստուգեցինք, ինքը իր մեքենան, ես իմ մեքենան, վեբսայթերով գինը եւ այլն, այդ կարգի մեքենան մոտավորապես արժեր արդեն 60-ից 65,000 դոլար, այսինքն 6 ամիս հետո, լավ թող լինի մի տարի հետո, բան չունեմ ասել, մարդիկ կարող ասեն 6 ամիս է քիչ, թող լինի մի տարի հետո այդ մեքենան, նույն այս մեքենան, նույն վիճակով, նույն մայլեջով, դուք կարող եք ձեռք բերել, ասենք 40,000 էժան, նենց որ ընկերական խորհուրդս ձեզ ասում եմ, ես արդեն երկար ժամանակա մեջն եմ, տղեր կան ավելի շատ են այս գործի մեջ, ինձնից ավելի երկար են այս գործի մեջ ու ես ում ճանաչում եմ, ով վաղուց այս գործի մեջ է, ոչ մեկ չի գնում դիլերից լրիվ նոր մեքենա առնում, բոլորն էլ առնում են օգտագործած մեքենաներ հարմար գնով, ակշններից կլինի, անհատներից կլինի, իմ ընկերը Միքոնու մասին, որ ես խոսում եմ քիչ առաջ, իր մեքենան վերջերս 2 մեքենա ուներ, մեկը վաճառեց ու գնորդը հենց ֆլիթ ուներ, որտեղ մի քանի մեքենա ուներ ու այդ մեքենան էլ գնեց, շատ հարմար գնով ու անտիր մեքենա գնեց, որպեսզի դնի իր ֆլիթի մեջ, ունես որ ասում է առակս ինչ կուսուցան է տղեկ ջան, իրոք ես էլ դուք էլ մեղք ենք չարժի այդքան փող ծախսել այս սրա համար, հաստատ չարժի ու ես համոզված եմ իմ ներքին համոզմունք ունեմ, որ ավելի վատանալի է վիճակը գործի հետ կապված, ունես որ տենց կտրուկ քայլերի մի գնացեք, խորհուրդս ձեզ մեքենաներ նոր մի առեք, որտեվ հետո մտածելու եք այդ մեքենաներից ոնց ազատվեք։ Տենց որ զուտ սենց ուզեցա ձեր այդ խոսամ իմ մտքերով կիսվեմ, որովհետև ասում մի տարից չենք մի հալի ենք, հիմա նույն օրի էլ ես եմ։ Հիմա ես որ ես ամեն ինչ ասենք չպատկերացնեի, sense կարող է հիմա էլ ես էլ գնայի, մի հատ մեքենա գնայի նոր ու ընկնեի կրակը։ Ոնց որ տղեկ ջան, հաշվի առեք։ Գնանք
Այս գնանքը որն է, սպասում ենք պատվերի, չգիտեմ ինչա տալու, ստեղ ուղղակի իմ վիդեոներում հաճախ նկատած կնեք, դնում եմ ես այդ միշտ հանգայց այս լիֆտով ինչ սկսել եմ քշել, բրբանկ եմ իջնում ու այդ նույն մարդ երևի արդեն որորդ երևի 7-րդ երեկել եմ տարել, առաջի օրը ներողություն, երեկ առաջի օրն եմ տարել իրանց Ատենվի 7-րդ անգամ եմ իրանց վերցնում, թե ինչ, հիմա տեղ եմ կանգնած, հեսա ես համոզված եմ էլի այդ քոլը գալու է ինձ, Excel-ով է ինքը, բայց չի վճարում, հանգայից բրբանք ինչ է, 30 քանի $40, հենց որ սպասենք հաջորդ պատվերին։ How's your morning, man? Good, man. How about yours? Good. You got a fancy car, Brother Bear. Hey, looks good to Look me. at this. They put a whole damn tablet Yeah. right here. That's cool. Very cool. Okay. Oh, you're fine. How? Here, hold this. Wow. Oh, I'm not sure. Try. Okay, first thing I'm gonna buy out of that, What's up? a lanyard for that ding dong cup. So I There can you carry go. it around. I like that. And it's really big, so holding it in your hand is not easy. Unless you're Michael Jordan, like giant hand. Like, it's just very awkward to carry around. As I would bet. Or- You're not. I'm not. If I'm gonna get a hat, I'm gonna get a fun hat. I love it. But I don't know what to do. Wear it around the house when it gets cold. Yeah, that's what I use it for. I like this Someone's unique gonna style. get it. Cracks me. I don't know how many sips they have. I probably have the same as you. We all probably have the same. Because we pretty much. You might have more though because you did that cake. So, I need a feet tape, Yoshi. They don't know. Probably because he's fat. But that actually is true. They gave me it. But we need to defeat. I need to defeat. You're All right. Thank you. Thank you. Have a good day. Oh, this is Unpogo's mine. Thank you. Thank you. You're like this. I guess we're good to go. Sorry. Appreciate it. Have a good day, man. Առաջի պատվերը North Hollywood-ից Universal Studios համարյա արդեն ինչպես միշտ էս վերջերս առաջի պատվերը դե քանի որ իջնում եմ այդ կողմով միշտ լինում է Universal ու հուսով եմ ինչպես միշտ հիմա Universal Studios-ի թից հիմա ինձ կտա аэропорт որտեվ սովորաբար տենց ալնում հուսով եմ այսօր էլ տենց կլինի հուսով եմ երկար չեմ սպասի ստեղ Սա իջնենք ստեղ կանգնենք ու սպասենք հաջորդ պատվերին Pain in my story. In my boys to the pain in my story. In my boys to the pain in my story. Never lost side up, bless that fortune. The highs to the lows, to the try to distort me. Holding my ground, don't even can record me. In my boys to the pain in my story. Never lost side up, bless that fortune. The highs to the lows, to the try to distort me. Holding my ground, don't even can record me. Holding my ground, don't even can record me.
In my voice to the pain in my story. Rise to the lows, yeah, they try to destroy me. I'm holding my ground, all you fake can report me. Արդեն քանի ժամ սպասում եմ, ոչ մի բան չկա, ոչ մի բան, նույնիսկ նես չի եղել, որ պատվեր տա ես չվերցնեմ, չհաշված մի հատ այն միջև այդ, մի խոսքով, ոչ մի բան չկա, ահագին ստեղ Sherman-Oaks, Studio City եւ այլն, ես պատտվեցի, հիմա Sherman-Oaks-ից իջնում եմ դեպի Beverly Hills-ի կողմ, հուսանք գոնե այնտեղ մի բան կտա։ In my voice to the pain in my story. Try to destroy me. Holding my ground, all you fake can report me. Rise to the lows, yeah, they try to destroy me. Holding my ground, all you fake can report me. Գտնվում եմ հիմա Beverly Hills-ում, on-line եմ 6 ժամ on-line եմ և աշխատել եմ $24, որ ասում չգիտեմ ծիծաղամ թե լացեմ, խայտարակ վիճակ մի հատ, խայտարակ, նորից եմ կրկնում առավոտվա ասածներս, լավ մտածեք այս գործին անցնելու ժամանակ կամ եթե արդեն անցել եք ուզում եք նոր մեքենա գնել ավելացնել մեքենաների քանակը, դրա մասին էլ ուժ մտածեք, չեմ կարծում, մարդիկ կան ասում են դե վատ ժամանակա, այս պահը միշտ էլ սենց է թույլակ ուժեղանա, գործը շարժը կսկսի, բայց ես համոզված եմ, որ նույնը չի լինելու, այս կամպայները ուղղակի մեզ այսքան ժամանակ թալանեցին, տարվա մեջ մի քանի ամիս մի քիչ գործ ա լինում, շարժ ա լինում, աշխատում ենք ու մեզ թվում ա, որ դա շատ լավ է, սա լավ է, 2 ամիս գործ չի լինում, քիչ կսպասենք կամ ամբողջ տարին ես ինչ հիշում եմ, այսքան ժամանակ քշում ենք, միշտ խոսում ենք, որ դե տոներա, հեսա թույլակը լավանա, չգիտեմ արձակուրդներա թույլակը լավանա, եղանակը լավա, վատա կլավանա, գործը թույլա հիմա, ամբողջ տարին սենց է անցնում, տարվա մեջ մի քանի ամիս ընդամենը գործ ենք անում ու մենք մեզ ոնց որ ասած խապում ենք, որ ձեռնտու գործ է սա, բայց իրականում այտենց չի, նենց որ չգիտեմ ինչ ա լինելու, նորից եմ ասում, 6 ժամ on-line եմ, $24, սպասելուս իրականում կթողեի կգնայի տուն, անկեղծ ասեմ, ուղղակի երեկոյան ժամը 8-ին private ունեմ, հաճախորդ ունեմ, կապնվեց երեք իմ հետ, այսօրվա համար երեկոյան 8-ին պետքա տեղ տանեմ, հետո տանեմ հետ տուն էլի, այդ պատճառով դե ինչ գնամ տուն նորից հետ կամ, հիմա այստեղ սպասում եմ, քշեմ, եթե գործ կլինի կանեմ, չէ, պիտի ստիպված սպասեմ ժամը գան, որ այդ մարդուն գնամ տանեմ, բերեմ ու նոր կգնամ տուն։ Չեք հավատա, բայց արդեն քանի ժամ է, չգիտեմ էլ նույնիսկ 3-4 ժամը ուղղակի կանգնած եմ կամ ուղղակի պտտվում եմ քաղաքում, ոչինչ չկա, ոչինչ չի տալի, նույնիսկ սովորական լիֆտը միացրեցի, 2 հատ նենց պատվեր տվեց, որ չեղացի հաշիվ է, նենց որ չգիտեմ էլ ինչ ասեմ, այսօր այսքանը խայտարակ վիճակ է ուղղակի, այս այն անու շապերները, որ տակը սկսեն գրապեր հերիքա լացես, բան, սենց բաներ, ես չգիտեմ դուք ես գործի մեջ եք, թե ինչ եք անում, բայց ապերը չի լացում, ապերը ուղղակի ներկայացնում է ինչա կատարվում այսօր իրականում, որպեսզի այն տղերք ովքեր ուզում են մտնեն այս գործի մեջ հասկանան ինչա կատարվում, այլ ոչ թե որոշ մարդկանց նման գունավոր թվեր նկարել ցույց տալ մարդկանց, որ մարդիկ էլ խապնվեն կամ չգիտեմ։ Մի խոսքով ունենք այն ինչ ունենք։
Գնամ այսօր կմնա այդ իմ հաճախորդին տանեմ բերեմ, ու այդքանով այսօր կավարտենք։ Լավ մնացեք։ Վաղն էլ կմիանամ, միգուցե վաղը մի բան ստացվի։ Առայժմ